Օգոստոսի 17-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Դավիթ Սանամյանի հետ այցելել է Զվարթնոց օդանավակայան, ծանոթանալու e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին։ Նախարարին են ներկայացվել e-gate համակարգերի տեղակայման, գործարկման եւ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները։ Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Հայաստանի սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել e-gate ավտոմատացված համակարգեր։ E-gate-ն ինքնաշխատ եւ անկոնտակտ սահմանային անցման համակարգ է, որը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ հատել սահմանը, ավտոմատ իրականացնել անձի նույնականացում, արագացնել սահմանային հսկողությունը եւ կրճատել սպասման ժամանակը։ Քննարկվել են նաեւ համակարգերի ներդրման փուլերի, աշխատանքների կազմակերպման, e-gate համակարգերի արդյունավետ եւ անխափան գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ հարցեր։ Ներքին գործերի նախարարը նույն օրը Երևանի մոլերից մեկում ծանոթացել է Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ավարտական փուլում գտնվող գրասենյակի շինարարական աշխատանքների ու տեխնիկական վերազինման գործընթացին։ Ընդգծվել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումն ու սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ Հետագա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ նախարարը լրացուցիչ հանձնարարականներ է տվել։ Հայփաս ընկերության կողմից կառուցվող գրասենյակների նախագծային եւ լոգիստիկ լուծումները հիմնված են մեկ պատուհանի սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչահարական բարդությունները եւ զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։